Բարև ձեզ։ Բազմաթիվ առիթներ ունեցել ենք նշելու, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված այս լարվածությունը այս թեման վաղուց արդեն դուրս է եկել հոգևոր տաշտից, ներեկեղեցական տաշտից եւ ավելի լայն համատեքստ ունի այսօր անվտանգային եւ նույնիսկ աշխարհ-քաղաքական։ Իդեպ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարցը գնացել ասել է Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողով եւ ԵՂԽԲ-ն մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետի եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության եւ եկեղեցու մի քանի հոգեվորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ սա մեջբերում էր ԵՂԽԲ զեկույցից։ Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչների եւ մի շարք փորձագետների գնահատմամբ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան որոշակի շրջանակներ դիտարկվում են ոչ միայն որպես գաղափարական հակառակորդ, այլև դրսի արտաքին ազդեցության եւ հիբրիդային հարվածների կրող եւ փոխանցող։ Սա չափազանց բարդ եւ չափազանց զգայուն իրավիճակ է եկեղեցու հավատքի եւ պետության անվտանգության հատման կետում, որն էլ առաջացրել է եկեղեցու բարեփոխման օրակարգը։ Եվ երբ այդ բարեփոխման օրակարգին միանում են ոչ միայն քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հասարակ քաղաքացիներ, շարքային քաղաքացիներ, այլ նաև հոգևորականներ, եպիսկոպոսներ եւ քահանաներ, ակնհայտ է դառնում, որ հարցը այստեղ միայն իշխանություն եկեղեցի հակադրությունը չէ։ Հարցն այն է, թե ով, ինչպես, ինչ մեթոդներով, ինչ սահմաններում է կարող բարեփոխել, վերափոխել եկեղեցին այնպես, որ չքանդվի հավատքը եւ ել ավելի չբևեռացվի հասարակությունը։ Այսօր մենք խոսելու ենք ոչ միայն դրսից հնչող պահանջների եւ առաջարկների, այլև ներսից բարենորոգման ձայների եւ պատասխանատվության մասին։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, կանխատեսումները եւ գնահատականները։ Ես զրուցելու եմ Տեր Աշոտ Քահանա Սաֆարյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի ձեզ։ Մեր զրույցի սկզբում չմոռանանք, որ այսօր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է, նրանց հիշենք եւ անցնենք մեր հիմնական թեմային։ Շնորհակալություն, այսօր քանի որ կառավարության կողմից էլ հայտարարվեց որպես հայրենիքի պաշտպանության համար ընկածների հիշատակի օր, այսօր տաղավար գալուց առաջ հոգեհանգստյան պաշտոն կատարեցինք մեր բոլոր նահատակ եղբայրների համար, ովքեր հանուն մեր երկրի անկախության համար իրենց կյանքը զոհեցին, կատարելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամը, թե չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկը իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ Շնորհակալ եմ, հիմա անցնենք մեր թեմային, դուք միացել եք բարենորոգման խորհրդին, երբ ինչպես եկաք այդ համոզման, այդ որոշման։ Այդ որոշման գալու համար երկար տարիներ շարունակ առնչվել ենք տարբեր տեսակ խնդիրների, որոնք ծառացած են եղել եկեղեցու կյանքում, խնդիրներ, որոնք իրենց լուծումները չեն գտել ժողովական մթնոլորտում, եւ դա էլ ունեցել է իր պատճառը, քանի որ ժողովական մթնոլորտում չեն եղել այնպիսի պայմաններ, որտեղ հոգևորականները կկարողանային իրենց ուզող հարցերը բաց, թափանցիկ, անկաշկանդ քննարկումների պատրաստ մթնոլորտում լուծել եւ քանի որ այդպիսի հարցերը մնացել են տարիների ընթացքում անպատասխան, ձևավորվել է որոշակի պահանջ, որպեսզի այդ հարցերը իրենց լուծումը գտնեն։ Սակայն կարծում եմ, որ այդ հարցերը նորից չէին կարող դառնալ օրակարգային, եթե եկեղեցու կյանքում, եկեղեցու առաքելության մեջ, հատկապես առաջնորդության մեջ չլինեին այնպիսի փոփոխություններ, որ հոգևոր առաջնորդությանը խառնվեր քաղաքական առաջնորդությունը։ Ահա կարծում եմ այս հանգամանքն էր, որ դարձավ այն խթանը, որ այս հարցերը այլևս հանրայնացվեն, որովհետև այս խնդիրները այլևս եկան մտան մեր համայնքներ եւ հուզումներ առաջացրեցին համայնքներում, քանի որ իրականում անհնար է հոգևոր առաջնորդությունը արդի պայմաններում զուգահեռել քաղաքական առաջնորդության հետ, ունենալով ազատ անկախ պետություն, որտեղ
պետական մարմինները արդեն իսկ իրականացնում են քաղաքական առաջնորդությունը կուսակցությունների հետ միասին։ Գիտեք, մենք այս զրույցի ընթացքում իհարկե անշուշտ պիտի անդրադառնանք հոգևորի եւ քաղաքականի այդ զուգահեռումներին, բայց մինչ այդ այսպեսի մի նուրբ բան կա։ Քահանան միանում է բարենորոգման խորհրդին, եկեղեցու բարենորոգման խորհրդին, որը չի նախաձեռնվել եկեղեցու կողմից, այդ դրսից է նախաձեռնվել։ Սա ձեզ համար քահանայի համար ռիսկ է, համարձակություն է, թե ծառայություն է հենց եկեղեցում։ Հոգևոր քահանա հայրերը միացել են ոչ թե դրսից որևէ ինչ-որ շարժման, այլ քահանաները միացել են եկեղեցու ծոցում ձևավորվող մի խորհրդի, որի մասնակիցները հենց քահանա հայրերի առաջնորդներն են։ Եվ տարիներ շարունակ մենք մայրաթորից միշտ հնչել են հրահանգներ, որ նույնիսկ որևէ հարցում քահանան որքան էլ ճիշտ որոշում կայացնի, անհրաժեշտ է, որ իր ճիշտ որոշումը, իր կայացրած որոշումը զուգահեռի, համադրի իր իսկ առաջնորդի որոշման հետ։ Այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ ես ինքս համամիտ եմ, որ հարցերը պետք է հանգուցալուծման գնան, խնդիրները լուծման եւ եկեղեցին ի վերջո պետք է դուրս գա քաղաքական օրակարգային հարցերից եւ եկեղեցին պետք է իրականացնի իր բուն հոգեվոր ծառայությունը։ Եվ այստեղ եւ քանի որ մեր թեմի առաջնորդը եւս այս բարենորոգման խորհրդի անդամ է, ես ինքս միացել եմ իմ թեմի առաջնորդին եւ հույս ունեմ եւ հավատում եմ, որ այս բարենորոգման շարժումը պետք է անպայման իր դրական արդյունքները տա։ Հետաքրքիր բան ասացիք, որ քահանա հայրերը միացել են ոչ թե դրսից նախաձեռնվող ինչ-որ շարժման, այլ իրենց առաջնորդների կողմից ձևավորված այդ բարենորոգման խորհրդին, իսկ այն, որ ձեր առաջնորդների մի մասը այդ բարենորոգման օրակարգի տրամաբանության մեջ է, մյուս մասը ոչ։ Սա ինչի մասին է խոսում, սա նշանակում է, որ համակարգը ճեղքված է, թե սա նշանակում է, որ եկեղեցին իսկապես բարենորոգման կարիք ունի։ Պետք է ասենք, որ եկեղեցին որպես աստվածային կառույց ինքը չի կարող ճեղքված ունենալ, որովհետև նա, որ եկեղեցուց առանձնանում է, իսկապես չի կարող կենսունակ լինել։ Դրան մենք եկեղեցական տերմինաբանությամբ հերձված ենք ասում, սակայն այստեղ հերձված ճիշտ չի կիրառել այս երևույթի վերաբերյալ, որովհետև հերձված կիրառում է այն իմաստով, երբ որ որևէ հոգևորականների խումբ դավանաբանական, վարդապետական փոփոխություններ է ուզում մտցնել եկեղեցու աստվածաբանության մեջ, ինչը կարող է այս դեպքում դիտվել հերձված։ Պողոս առաքյալը եւս հերձված բառը հենց այս իմաստով է բացատրում։ Հետևաբար կարիք չկա, որ որևէ մեկը այս բառի բացատրությունը փորձի նմանեցնի, համադրի այն երևույթին, ինչը որ ուզում է իրականացնել բարենորոգման խորհրդի անդամները։ Այն է եկեղեցու առաքելության մեջ եկեղեցու առաջնորդությունը վերադարձնելն է իր բուն վիճակին, հոգևոր առաջնորդության վիճակին, ծառայողական առաջնորդության վիճակին։ Իմիջայլոց առաջնորդության մեջ հենց շատ կարևորվում է արդի ժամանակներում ծառայողական առաջնորդությունը, որը տարբեր հաստատություններ, օրինակ սոցիալական հաստատություններ փորձում են կիրառել իրենց կյանքում, բայց մենք ի սկզբանե մեր Տեր Հիսուս Քրիստոսից ստացած լինելով առաջնորդության այս ոճը, ինչու պետք է փոխարինենք որևէ տեսակ քաղաքական առաջնորդությամբ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս նաև ինքն է սովորեցնում մեզ ինչպես վարվել նման իրավիճակում։ Տեսեք, Տեր Հիսուս Քրիստոս երբ որ բազմացնում է հացը եւ ձուկը, դրանից հետո մարդիկ ինչ են անում, իրեն փորձում են գալ, տանել եւ իրեն թագավոր դարձնել, իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնել։ Բայց Տերը տեսնելով նրանց մոտեցումը, ինչ է անում, ինքը ասում է լեռը բարձրացավ։ Այդ լեռ բարձրանալը պատահական կերպով Հովհաննես ավետարանիչը չի հիշատակել իր ավետարանում։ Լեռ բարձրանալը ցույց է տալիս, որ հոգեվորականի ծառայությունը վեր քաղաքական պետք է լինի։
այսինքն բարձր պետք է լինի քաղաքական գործընթացներից եւ սա միևնույն ժամանակ նշանակում է, որ հոգեվորականը պետք է քաղաքական, հասարակական կյանքում այնպիսի գնահատականներ տա բացառապես, որոնք ուղիղ հակասում են Աստծո խոսքին։ Դրանից այն կողմ հոգեվորականը պետք է իրականացնի բացառապես իր հոգեվոր ծառայությունը զերծ մնալով կուսակցական պատկանելությունից։ Դուք ասում եք, որ միացել եք ձեր առաջնորդին, մեկ այլ Տեր Հայր քահանա կասի, որ միացել է իր առաջնորդին, իսկ ինչպես եք վերաբերում այն պնդումներին կամ դիրքորոշումներին, թե սա իրականում միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը դրսից։ Մենք այս որոշումը կայացնելիս բացառապես շարժվել ենք խղճի մտոք, առանց որևէ պարտադրանքի եւ կատարել ենք այն ժամանակ, երբ որ տեսել ենք, թե ինչ է կատարվում եկեղեցու կյանքում։ Հիրավիճակը հատկապես սրվեց այն ժամանակ, երբ որ 2020-21 թվականից սկսած մայրաթորից ստանում էինք սկզբում SMS-ներ գնալու, մասնակցելու հանրահավաքներին։ Այսօր զարմանում եմ, որ ոմանք բացեիված ասում են այդպիսի բաներ չի եղել, մի բան, որ բոլոր քահանաների մոտ, բոլոր քահանաների հեռախոսներում արձանագրված են, որ գնացեք, մասնակցեք այս հանրահավաքներին, սկզբում դրանք կրում էին հորդորների տեսք, ապա դրանք սկսեցին կրել պարտադիր բնույթ։ Եվ այս երևույթը ինչ առաջացրեց։ Այս երևույթը առաջացրեց հետևյալը, որ որոշ քահանաներ այդ հանրահավաքի տրամաբանությունը, խոսույթը փորձեցին ներմուծել եկեղեցի ոչ թե վատ միտումով, այլ իրենց պատկերացրած հայրենասիրության միտումով։ Ես կարծում եմ պետք է քահանան խոսի ընդհանրապես սիրո մասին, Աստծո սիրո մասին։ Այդ սերը ուղղված է տարբեր հասցեներով, թե հայրենիքին, թե ծնողներին, թե ընտանիքին եւ թե եկեղեցուն։ Չպետք է սիրո գաղափարը միայն նեղացնել հայրենասիրության մեջ, այն էլ հայրենասիրությունը բացատրել տարբեր կերպերով, որը կարող է երբեմն հակասության մեջ լինել այն քաղաքականության հետ, որ պետությունն է կարող է վարել։ Ես մարդիկ եմ ճանաչում, որ հայրենասիրությունը իրենք պատկերացնում են այլ երկրի կազմի մեջ մեր երկիրը մտցնելով, հարգում եմ իրենց իրավունքը, բայց կտրականապես դեմ եմ այդպիսի մոտեցման, քանի որ մեր պետության անկախությունը մենք ձեռք ենք բերել մեծ մաքարումների արդյունքում։ Եվ հիմա եկեղեցում կա աշխարհքաղաքական կողմնորոշման խնդիր։ Գիտեք, երբ որ հոգևորականը մասնակցում է հանրահավաքների եւ դրանով կարծես թե իր ներկայությունն է ապահովում այս կամ այն կուսակցության հավաքներին, մի տեսակ դառնում է այդ կուսակցության գործիքը։ Եվ եթե դու դառնում ես որևէ կուսակցության գործիք, այլևս աշխարհաքաղաքական դիրքավորումների մեջ դու այլևս սուբյեկտ չես, որ որևէ բան կարողանաս որոշես կամ չորոշես։ Եթե մեկը դարձել է արդեն գործիք, իրենք կարող են կիրառել ցանկացած նպատակով։ Հետևաբար ես կարծում եմ, որ եկեղեցին այս իմաստով պետք է վեր կանգնի այսպիսի երևույթներից։ Եկեղեցին վեր կանգնի այդպիսի երևույթներից, եկեղեցին ավելի վեր լինի, քան թե քաղաքականությունը, սա հասկանալ է, իմ հարցը ավելի շատ եւ ավելի շուտ վերաբերում ոչ թե քաղաքական ներգրավվածության, այլ աշխարհքաղաքական ազդեցություններին։ Այսինքն ինչպես է վերաբերում այն պնդումներին, որ եկեղեցին նաեւ արտաքին ազդեցության եւ հիբրիդային գործիքների կրող եւ տարածող է։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց Free News-ի եթերում, ես զրուցում եմ Տեր Աշոտ Քահանա Սաֆարյանի հետ, Տեր Հայր, մենք եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, այդ պատճառները, խնդիրները, այդ մասին խոսեցինք եւ հասանք եկեղեցի եւ քաղաքականություն եւ ավելին եկեղեցի եւ աշխարհքաղաքականություն եւ վերջին հարցս այն էր, թե ինչպես է վերաբերում այն պնդումներին, որ եկեղեցին ըստ էության կամ այն ընկալումներին, որ եկեղեցին ըստ էության դարձել է արտաքին ազդեցության եւ հիբրիդային գործիքների կրող եւ տարածող։
Որպես մեր փոքր համայնքի օրինակով կարող եմ ասել հետևյալը, որ նկատելի են եղել կուսակցական պատկանելությամբ անձինք, ովքեր որ այս ընթացքում միշտ փորձել են նմանատիպ հայացքներ ներմուծել եկեղեցու համայնքային կյանք։ Այստեղ կուզենայի առանձնացնել մի ընտանիքի, որը իր ամբողջ ընտանեկան կազմով, քավոր սանիկով լծված է հատկապես այդ գործին, որպեսզի եկեղեցի ներմուծի այլ երկրի գովքը եւ վատաբանելով քահանայի դիրքորոշումը այս իմաստով, որի առաջ փորձել ենք պարբերաբար առնել, սակայն այդպիսի քարոզչությունը շարունակում է այսօր էլ ծավալվել մեր համայնքում տվյալ ընտանիքի եւ իր հարող շրջանակի կողմից։ Մարդիկ կարող են լինել, որ այո, հավատացյալի քողի տակ ծածուկ այդպիսի տրամադրություններ սերմանել հասարակության մեջ, ինչին մենք դեմ ենք եւ հորդորում ենք, որպեսզի զերծ լինեն այդպիսի քայլերից, որովհետեւ տարիներ առաջ, երբ այդ ընտանիքը 19 թվականին հատկապես հեղափոխությունից հետո մերժված էր համայնքի կողմից, ես որպես համայնքի հոգևոր հովիվ այնպես եմ արել իմ կողմից, որպեսզի տվյալ ընտանիքը եկեղեցու համայնք ներառվելու համար որևէ խնդիր չունենա, սակայն այսօր այդ քարոզչությունը տարվում է եկեղեցու դեմ, պառակտելով եկեղեցու համայնքը եւ կարծում եմ եւ հույս ունեմ, որ անդառնալի եւ օրենքի խախտման շեմը չեն անցնի, որպեսզի այլևս հայտնվեն պատկան մարմինների ուշադրության ներքո։ Եվ եթե մեր համայնքում այդպիսի գործունեություն ծավալվում է, ես պատկերացնում եմ, որ եկեղեցու ընդհանուր կյանքում, այլ համայնքներում, այլ թեմերում հնարավոր է, որ այդպիսի գործունեությունները ծավալվեն եւս, ինչը խոսում է այն մասին, որ եկեղեցին ունենալով բարձր վարկանիշ եւ հեղինակություն կարող է թիրախավորվել արտաքին ուժերի կողմից, որոնք փորձեն եկեղեցու այդ բարձր հեղինակությունը ծառայեցնել իրենց օգտին։ Ինչի համար մենք պետք է աչառլուրջ լինենք եւ զգոն, որպեսզի թույլ չտանք արտաքին որևէ ազդեցություն մեր համայնքում։ Եղել են դեպքեր, երբ հոգևորականը նախկինում զբաղվել է ակտիվ քաղաքականությամբ։ Այո, եղել են եզակի դեպքեր, այդպես որ հոգևորականը փորձ է արել զբաղվելու քաղաքականությամբ, օրինակ տարիներ առաջ ունեցել ենք մի հոգևորական Տեր Ղազար Պետրոսյան, ով ինքը անձամբ նախաձեռնեց քաղաքական կուսակցություն հիմնելու, այսպես ասած, գործընթացը եւ որը մայրաթորից արժանացավ համապատասխան վերաբերմունքի, այսինքն նրանք կարգալույծ արեցին միայն նրա համար, որ ինքը զբաղվում է ուրեմն քաղաքականությամբ։ Շատ ցայտուն մի օրինակ, որ հոգևորականը զբաղվում է քաղաքական գործունեությամբ եւ ինչ է լինում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արձագանքը։ Եվ դրանից ճիշտ տարիներ 1-2 տարի անց ուրեմն ականատես եղանք այն երևույթին, երբ որ Հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ներից Բագրատ Սրբազանը ինքը նախաձեռնեց այդպիսի քաղաքական շարժում։ Եվ եկեղեցու արձագանքը Եվ եկեղեցու արձագանքը այս մասով եղավ իր գործունեության սառեցումը, որը քահանայի նկատմամբ կիրառված, հոգևորականի նկատմամբ կիրառված վարչական մի այնպիսի սանկցիա է, որի անունը մենք մինչև հիմա չենք լսել։ Կարգալույծ լինել հասկանում ենք, կարգաթողը հասկանում ենք, բայց սառեցնել դա նշանակում է մի սանկցիա կիրառել, որը ցանկացած պահի կարող է տաքացվել եւ կարող է հետևանքներ չունենալ որևէ։ Այս իմաստով այդ շարժումը եւս իր հետևանքները բերեց մեր համայնք, որովհետեւ մեր համայնքից էլ եղան մարդիկ, ովքեր հարեցին այդ շարժմանը, դրան հարողները մյուսներին սկսեցին հանդիմանել, թե եթե չեք մասնակցում, ուրեմն դուք դավաճան եք, եւ եւս այդ հարցեր իրենց հետ հուզումներ բերեցին։ Տեսեք, ես ընդհանրապես միտում չունեմ որևէ մեկին անձնավորելու, ես խոսում եմ այն երևույթների մասին, որը
մեր համայնք է մտել։ Ես իմ համայնքի համար եմ պատասխանատու Աստծո առաջ եւ չեմ ցանկանում, որ իմ համայնքը լինի այդպիսի խժդժությունների առանցք։ Տեսեք, դուք ասում եք, որ ձեր համայնքում ինչ է տեղի ունեցել ու ոմանք հարել են, ոմանք ոչ եւ այլն, եւ եթե դա ընդհանրացնում ենք ընդհանրապես հոգեվոր կյանքի վրա, այսօր եկեղեցու պառակտման իրական վտանգ կա։ Պառակտման փորձեր արվում են, բայց կարծում եմ եւ հավատում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ որևէ պառակտում տեղի չունենա։ Տեսեք, ես այս ամեն ինչի անունը կարող եմ դնել տարաձայնություններ, երևույթ, որը գոյություն ունեցել նաև առաքելական շրջանում, առաքյալների մեջ եւս տարբեր բնույթի, նույնիսկ վեճեր կարող էին առաջացած լինել։ Եվ այդ վեճերը կարող են լուծված լինել։ Եվ այդ վեճերը լուծվել են անշուշտ, եւ այստեղ եւս մեր ժողովրդի զավակներ եւս պետք է անդրադառնան, որ այստեղ հարցը ոչ թե դավանաբանական, աստվածպաշտական հարցերի փոփոխություններ բերելն է, եւ նույնիսկ բարեփոխում ասվածը նոր փոփոխություն բերելու իմաստ չունի, քան այն, որ եկեղեցին վերադառնա իր իրական առաքելությանը, հոգեվոր առաքելությանը, հոգեխնամ առաքելությանը եւ իրականացնի այնպիսի գործունեություն, որը Աստծո խոսքը մատակարարելն է ժողովրդին։ Քրիստոս ասաց. եկել եմ ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու։ Մեր գործն է Աստծուն ծառայելը այն մարդկանց միջոցով, որոնց մոտ Աստված մեզ ուղարկում է։ Այս փուլում հավատացյալների վստահության հետ կապված խնդիր տեսնում եք, վստահության հետ կապված խնդիր, այդ վստահությունը ամրապնդելու, բարձրացնելու, չթողնելու որ իջնի։ Եթե համայնքների վրա չլինեն այնպիսի ազդեցություններ, որոնք փորձում են տրամադրություններ, կեղծ տրամադրություններ ստեղծել համայնքում, մարդիկ հակված կլինեն առնվազն լսելու, հասկանալու, վերլուծելու եւ որոշումներ կայացնելու։ Բայց երբ որ մարդկանց ճնշում են, եթե դու այս շարժմանը կողմնակից լինես, ապա դու դավաճան ես, մարդը կաշկանդվում է, երբեմն անտեղյակությունից, երբեմն անձնական մարդկային թույլ որակներից, եւ կարծում եմ այստեղ մեր հավատացյալներն էլ պետք է ուժ ունենան իրենց մեջ, որպեսզի իրենք վերլուծեն այն ինչը որ խոսվում է այս մասին եւ դատեն ինքնուրույն եւ ոչ թե հետևեն այս կամ այն մարդու սադրանքներին։ Դուք երբևէ մտովի խոսել եք այն հոգեվորականների հետ, ովքեր դեմ են այս բարենորոգման օրակարգին։ Եթե խոսեք, ինչ կասեք։ Ես վերջին շրջանում փորձում եմ զերծ լինել մեր քահանա հայրերի, իմ քահանա եղբայրների հետ այս թեմայով զրույցներից, որպեսզի չլինի թե իմ դիրքորոշման որևէ բան իրենց պարտադրեմ։ Յուրաքանչյուր ոք պետք է որոշում կայացնի ինքնուրույն։ Այն հարցերը, որոնք մեր քահանա եղբայրները բարձրաձայնել են մեկուսի ընկերական զրույցներում, հիմա իսկական ժամանակն է, որպեսզի մարդիկ այդ մասին խոսեն բաց եւ թափանցիկ կերպով, միանալով հայ առաքելական եկեղեցու մեր սրբազաններին, ովքեր օտար մարդիկ չեն, ովքեր իրենց հարազատ եպիսկոպոս հայրերն են, եւ այս հարցերը բարձրաձայնեն այս մթնոլորտում, որպեսզի նման լարված վիճակը, որ կա հասարակության մեջ, լուծում գտնի։ Ես ձեր պատասխանը ճիշտ հասկացա, որ քահանաների շրջանում կան քահանաներ, ովքեր մեկուսի կամ իրենց հոգևոր եղբայրների շրջանակներում խոսում են այդ բարենորոգման անհրաժեշտության, այդ օրակարգի, այդ խորհրդի մասին, բայց առայժմ չեն բարձրաձայնում ինչ-ինչ հանգամանքներից են։ Այո, եւ կան այդպիսի քահանաներ, որոնք շատ են ուզում միանալ, սակայն առայժմ զերծ են լինում որևէ հայտարարություն կատարելուց։ Եվ կարծում եմ, որ հասել է մի պահ, որ պետք է համարձակ կերպով բարձրաձայնել այս հարցերը եւ
պահանջել, որպեսզի այս հարցերին որոշակի լուծումներ գտնվեն։ Բարենորոգվի այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որ նաև արկա է Մայրաթորի որոշ կառույցներում։ Օրինակի համար Մայրաթոր Սուրբ Էջմիածնում արկա է կարգապահական եւ պարգևների շնորհման հանձնաժողով։ Այս կառույցին կուզենայի անդրադառնալ, որովհետեւ ոչ կարգապահական հարցերում է տվյալ հանձնաժողովը կարողանում արդարացի որոշումներ կայացնել, քանի որ շատ հաճախ այնտեղ հայտնվող հոգևորականը իրեն զգում է միատյանի առջև, որտեղ հանձնաժողովի բոլոր անդամները թե դատավոր են եւ թե դատախազ, ովքեր պատրաստ են ամենափոքր իսկ զանցանքը վերածել հանցանքի, այդ քահանայի մեջ հաճախ կոտրելով աշխատելու ցանկությունը, ծառայելու ցանկությունը։ Նույնը կարելի է խոսել պարգևատրման հետ կապված, երբ որ հոգևորական այցելում է այդտեղ պարգևատրվելու համար, թվում է թե շատ ուրախ օրեր են սպասվում, բայց կարող է այն տվյալ հանձնաժողովի անձինք մոռանան, թե ինչի համար են կանչել տվյալ հոգևորականին պարգևատրելու, թե նախատելու եւ հանկարծ էթիկական նորմերի այնպիսի կոպտագույն խախտումներ լինեն, որ հոգևորականը եւս այդ դեպքում եւս հիասթափություն ապրի։ Պետք է ասել տվյալ հանձնաժողովը շատ ու շատ հոգևորականների հիասթափությունների եւ միջև անգամ կյանքի այլ ուղով դասավորվելու պատճառ է հանդիսացել, որը եւս պետք է բարենորոգման այս խորհուրդը պետք է ուշի ուշով հետևի նման հանձնաժողովի արդյունավետ աշխատանքին, որպեսզի արկա խնդիրները իրենց պատշաճ լուծումները ստանան։ Ստեղծված իրավիճակը ձեր գնահատմամբ հիմա ավելի խորացող ճգնաժամ է, թե մեծ հնարավորություն է եկեղեցու բարենորոգման համար։ Կարծում եմ արկա իրավիճակը հնարավորություն է եկեղեցու բարենորոգման համար, որովհետև տարիներ ի վեր եկեղեցում երբ արկա են եղել խնդիրներ, ճգնաժամեր, եւս նման իրավիճակները հանգուցալուծվել են հոգուտ եկեղեցում։ Պատմության մեջ ունեցել ենք Դավիթ 4-րդ Վաղարշապատցի կաթողիկոս, ով իր կառավարման ընթացքում եւս ունեցել է այնպիսի արձանագրել է այնպիսի խնդիրներ, որ միայն հնարավոր է եղել իր հրաժարականից հետո հաջորդ կաթողիկոսի գահակալությամբ վերացնել եւ նմանատիպ խնդիրները եւս ունեցել են նախադեպեր եւ հետեւաբար եթե նախադեպերին ենք հղում անում, ուրեմն պետք է իմանանք, որ այս նախադեպերը եւս չեն խոչընդոտել, որպեսզի եկեղեցին դրանից հետո իր ուրեմն հոգեվոր կյանքը շարունակի բնականon հունով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, եկեղեցին այսօր կանգնած է ոչ միայն քննադատության, այլև ընտրության առջև։ Ընտրություն վերադառնալ հին հարմարավետ պատերի պաշտպանության ներքո մնալ, թե բացվել նոր ժամանակների պահանջների առաջ։ Սա ազատ զրույց էր հանուն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ հավատքի։ Կհանդիպենք, լավ մնացեք։